Ես մի բան պատմեմ, ուրեմն կա քարոզչուհի, քարոզիչ, Ջոյս Մայեր։ Դա տղամարդ կին է, նացած պինդ կին է, ու շատ բարդ կյանք տեսած։ Դուք որ տեսնեք, կհասկանաք թե ինչի մասն է խոսքը։ Նա ծխել է եւ աշտամուկների է մասնակցել։ Չի կարացել չծխի։ Ու եկել է հավատացյալ, կրկին ծխել է։ Ու հետո եկել է պահ, որ Աստված նրան ասել է, որ դու պիտի քարոզես, որ դու պիտի ավետարանը տարածես, որ դու մի խոսքով սպասավոր կին ես դառնալու, ծառայող ես դառնալու։ Նա ասել. Ես։ Հա, դու։ Բայց ես կին եմ։ Աստված ասաց, ես գիտեմ, որ դու կին ես։ Սակայն պիտի ծառայես։ Ու հետո ընթացքում որ նա արդեն Աստծուն հնազանդվել է, սկսել է ծառայել, աշակերտներ ունեցել եւ նա դասավանդել է նրանց Աստծո խոսք։ Սակայն այս կինը ասում է, ես առաջին իսկ օրվանից խնդրել եմ Աստծուն, որ նա ինձ ազատ ծխելուց։ Էլ աղոթել եմ, էլ խնդրել եմ եկեղեցու, որ ինձ համար աղոթի, էլ ծոմեր եմ պահել, էլ ամիսներով, էլ տարիներով խնդրելով Տեր ազատից սիգարետից, Տեր ազատից ծխելուց չէ, կարում։ Աստված չի կարում չծխի։ Տերը չի ազատում։ Սակայն պատճառը ինչն է լինում, որ Աստված նրան չի ազատում։ Ու ամեն տարվա վրա նրա ձայնը կոշտանում է։ Նա արդեն դառնացուց, երբ որ խոսում է, տղամարդ խոսե։ Նա անգամ որ հերախոսով մեկ է զրուցում, նրանք չեն իմանում, որ տվյալ զրուցակիցը կին է։ Այնքան կոշտ է նրա ձայնը։ Ուրեմն մի քաղաքում ԱՄՆ-ում մի տղամարդ իր կնոջից այսից Եվրասիա յախա թափված տաքսի աշում։ Տուն չի մտնում։ Կինը զզվացրել է նրան իր վարկով, իր կենցաղով, իր բնավորությամբ։ Եվ բնականաբար տաքսի շոֆերները ռադիո են միացնում, իշտ ավտոմեջ ռադիո են միացնում։ Ու Ջոյս Մայերը պլյուս դրան ունենում է FM ռադիո, որով նրա խոսքը քարոզները տարածվում է ռադիոյով։ Եվ այդ տղամարդը սկսում է ռադիո Ջոյս Մայերին լսել, քարոզները։ Ու լսում մեկ օր, երկու օր, մեկ ամիս, երկու ամիս, նա ավտոյի մեջ իր այդ տաքսի մեջ ապաշխարում է, բայց նա չգիտի, որ այդ Ջոյս Մայերը կին է։ Նա գիտի տղամարդը է լսում, ոչ թե կնոջը։ Ու հայտարարում է, ու ռադիոյով հայտարարում է, որ իրենց քաղաքում Ջոյս Մայերը ժամանելու է, որպեսզի աշտամուկ քանի, քարոզչություն ծավալի։ Նա ուրախանում է, հա կգնա աշտամուկի եւ տվյալ անձնավորության հետ կծանոթանա եւ կվկայեմ, որ ես ապաշխարել եմ քո քարոզներից։ Ու այդ ու մտնում աներս, որ չի տենում կինը ինարմատա դուրս գալի, բե որպեսի քարոզի։ Ու ի զարմանս այդ տղամարդու ապշում ասում է. Աստվածի, խի ես այսքան ժամանակ կնոջ եմ լսել։ Խի ես քարոզները այս կինն է տվել։ Այս կնոջ ձայնը այսքան կոշտ տղամարդու նման, նա իմացել է տղամարդու է լսում, ոչ թե կնոջ։ Ու նա ապաշխարել է, երբ որ նա բարձրում է իբեմ եւ վկայում է, բոլորը ծիծաղում են եւ անգամ անակնկալի է գալի Ջոյսը, ասում է Տեր Աստված, ինչ ես արել դու ինձ, այնքան ծխել տվեցի, միջև ձայնից կոշտացավ այս մարդին, ձայնից ապաշխարեց։ Դարձի եկավ, մեղքի կյանքը թողեց։ Բնականաբար որ դարձի գալի կնոջներ կսիրի, կնոջներ կհարգի, կամ կնոջ համար կաղոթի, արդեն մոտեցում է տանիքի հետ կլի այլ։ Ու հետո կինը դադարում է ծխելը։ Всё, ավարտում է նրա ծխելու process-ը, նրա մոտ վերանում է ծխելու այդ հակումը։ Պատկերացրեք Աստծո գործերը ինչքան անքննելի են։